Շնորհավորում եմ ձեզ, ողջունում ենք ձեզ աշտարակի կյանքի խոսք եկեղեցում։ Եվ ինչի համար մեկ երգ վերցրեցինք, որովհետև ես խնդրել եմ մեր Մարտին եղբորը, որպեսզի ինքը մի շատ հրաշալի երգ կա այսօր կատարի, երկրպագի, դա իմ շատ սիրելի երգերից է, մենք եկեղեցում այդ երգը չենք երգում, 50-ական երգերից է, ես շատ եմ սիրում այդ երգերը, եւ այսօր մեր Մարտին եղբայրը կկատարի այդ երգը, մենք օրհնված կլինենք, որից հետո կշարունակենք մեր երկրպագությունը եւ հավաքույթը։ Ամեն։ Քրիստոսի խաչիդա թավեր արցունքներ բեղկելիս ծովուտը այվածքը դուղիղ աչքերիս մեջ են նայում ասում սիրելի զղջուտեր այվածքը Աչքերիս մեջ են նայում սիրելի զղջուտեր ինչ իմանայի որ փնտրում ես ինձ միացնում ես բաժան սրտերից իմ բաբակ սրտից մեղքերն են բացում ու խաչի տարջև սիրտս խոնարհում իմ բաբակ սրտից մեղքերն են բացում ու խաչի տարջև սիրտս խոնարհում աշխարհում այս մեկ չգտավ մի Բարիք չհասա այս կյանքում մի մարդիկ չեն կարող վշտել զամոքել նրանք շատ աճա ցավում են մարդիկ չեն կարող վշտել Լավից է զրկել Ինչ իմանայի որ փնտրում ես ինձ ու միացնում ես բաժան սրտերից խոսքերն ես կապել փշրված սրտիս ես անվտուր անցած օրերի Արքամարում ես վարկերնի բոլոր Խոսում պարյունով, անմեր հարյունով Արքամարում ես վարկերնի բոլոր Խոսում պարյունով, անմեր հարյունով Որ փնտրում ես ինձ միացնում ես բաժան սրտերից Ինչ իմանայի որ փնտրում ես ինձ ու միացնում ես բաժան սրտերից ու միացնում ես բաժան սրտերից Բարք Քրիստոսին, շնորհակալ ենք Մարտին եղբայր ջան, շնորհակալություն մեր փառաբանության խմբին, կարող եք նստել, դուք նույնպես տեղավորվեք, Աստված օրհնի ձեզ, Փառք Աստծուն։ Փառք Տիրոջը, սիրելի եկեղեցի, Փառք Աստծուն։ Հրաշալի օրհնված օրվա համար
Կա մարդ, որ այսօր մեր մոտ առաջի անգամ է։ Խնդրում ձեր բաց, Աստված օրհնի ձեզ քույրիկ ջան։ Շատ ուրախ ենք տեսնել ձեզ մեր ընտանիքի մեջ։ Սա ընտանիքը Աստծո ընտանիքն է, շատ հաճելի է վերջում ձեր համար կաղոթենք, կօրհնենք ձեզ, փառք Աստծուն, որ եկել եք։ Փառք Հիսուսին ամեն մեկիդ համար, որ այստեղ եք, այսօր դու ճիշտ ընտրություն ես կատարել, գալով Աստծո տուն, գալով Աստծո առաջ, եւ Տերը այսօր հրաշքներ ունի քեզ համար պատրաստած, զորավոր բաներ ունի Աստված քեզ համար պատրաստած, որովհետեւ սիրելիս մեր Աստված բարի ողորմած Աստված է եւ նա չի փոխվում, խոսքը ասում է, որ Հիսուսը երեք այսօր եւ հավիտյան նույնն է։ Այն հրաշքները, այն զորությունները, որ անում էր Տեր այսօր էլ անում է։ Գիտես, մենք կարիք ունենք փոխվելու, բայց ինչքան լավ է, որ մեր Տերը չի փոխվում։ Ամեն։ Ինքը արարիչն է, երկնքի, երկրի ինքը Աստված է։ Եվ մենք պետք է մոտենանք Տիրոջ ամեն ժամանակ։ Ամեն։ Փառք Հիսուսին, փառք Տիրոջը։ Եվ այսօր ուզում եմ խոսանք խաչի մասին եւ խոսքը վերնագրել եմ այսպես խաչի զորությունը։ Ամեն։ Ամեն, ամեն։ Մենք պետք է իմանանք խաչի զորությունը։ Որովհետեւ մեր Տերը խաչի վրա մահացավ եւ այդ ժամանակ ամենադաժան մահապատիժը ընտրեցին իր համար։ Ամենադաժան մահապատիժը։ Եվ գիտեք, այո, հրաշալի էր երգի մեջ ասված, որ Տերը բոլոր մեր պարտքերը մարեց իր անմեղ արյունով, իր սուրբ արյունով։ Ինքը ոչ մի սխալ բան չէր արել, բայց մեզ համար, մեր փրկության համար, դες նշանակություն չունի, որ դա 2000 տարի առաջ է տեղի ունեցել։ Աստծո համար ժամանակներ չկան։ Եվ այսօր էլ Քրիստոսի արյունը զորություն ունի եւ խաչից գալիս է։ Ամեն։ Ամեն։ Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Նելսոն Մանդելան, եթե լսել եք իր մասին, մինչև նախագահ դառնալը ինքը 27 տարի բանտ նստեց իր երկրի համար, բանտարկվեց, հետո մեծ հեղափոխություն արեց այդ պետության մեջ, այնտեղ բռնապետներ էին եւ Նելսոն Մանդելան առաջի սևամորթ նախագահն էր, այնտեղ սևամորթներին ճնշում էին եւ ստրկություն կար եւ Նելսոն Մանդելան հեղափոխություն արեց այդ երկրի մեջ եւ 27 տարի բանտ նստեց։ Ու երբ որ ինքը բանտից ազատվեց եւ իրան ընտրեցին որպես նախագահ, ինքը իր նախագահական այդ երթման արարողությանը հրավիրեց նաեւ այդ բոլոր բանտի աշխատողներին, ովքեր 27 տարի իրեն տանջել էին այնտեղ, հալածել էին, ահավոր ձևի տանջել էին Նելսոն Մանդելային բանտում եւ ինքը հրավիրեց այդ մարդկանց եւ երբ որ հարցրեցին նրան, միթե դու չես ատում նրանց։ Ինչի համար ես այդ մարդկանց հրավիրել։ Միթե դու նրանց հանդեպ ատելություն, չարություն չունես։ Գիտեք ինչ պատասխանեց։ Ասաց, եթե ես դեռ ատեի նրանց, դա կնշանակեր, որ ես դեռ չեմ ազատվել բանտից։ Այո, մարմինս դրսում է, բայց մտածելակերպս բանտարկված կլիներ նորից։ Այդ մարդը քրիստոնյա լինելով, հավատացյալ լինելով, ներեց այդ մարդկանց եւ չուներ այդ մարդկանց հանդեպ ոչ մի ատելություն, չուներ այդ մարդկանց հանդեպ ոչ մի չարություն, չուներ ոչ մի վրեժի զգացում, վրեժխնդրության զգացում չուներ։ Եվ ինքը ազատ էր մտքով, ամենակարևորը։ Գիտես, մարդը կարող ազատության մեջ ապրի, բայց եթե կա սրտի մեջ չներում, վիրավորանք, դառնություն, վրեժխնդրություն, նշանակում այդ մարդը դեռ բանտարկված է։ Եվ ինքը հրաշալի խոսք ասում, այո, եթե ես չներեի նրանց, դա կնշանակեր, որ ես դեռ բանտում նստած եմ։
դեռ չեմ ազատվել այդտեղից, որտեղ ինքը ճանաչում էր Աստծուն եւ գնահատում էր մտքի ազատությունը։ Եվ Տեր Հիսուս Քրիստոսը մեզ տվել է այո մտքի ազատություն, հոգու ազատություն, հոգու բժշկություն, խաչի վրա, ամեն։ Դե սիրելիս, մենք պետք է փոխվենք, եւ մարդը իր ուժերով չի կարող փոխվել, այլ միայն Հիսուսին հավատալով եւ վերստին ծնվելով մարդը կարող է փոխվել։ Եվ երկրորդ Կորինթացիներ 5:17-ում գրված է. իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նոր ստեղծված է։ Հները անցան, ամեն բան նոր եղավ։ Ամեն։ Դու ուրախ ես, որ հները անցան եւ ամեն բան նոր եղավ։ Ով որ Քրիստոսի մեջ է, նա ազատ է։ Մեղքի կապանքներից, այդ հին տառապանքներից, տանջանքներից մենք ազատ ենք սիրելիս։ Եվ դրա համար գին վճարվեց խաչի վրա։ Եվ դրա համար մենք պետք է հասկանանք խաչի զորությունը եւ ընդունենք։ Ամեն։ Դες բոլոր հավատացյալները հավատում են, որ ինչ որ գրված է Աստվածաշնչում, ճշմարտությունը, ամեն։ Մենք հավատում ենք, ամեն, բայց հերը սկսվում է։ Մեծ մասը չեն կարողանում այդ հավատքը դարձնել կյանք։ Պրակտիկորեն գործածել, գործնական բերել կյանքի մեջ։ Մենք հավատում ենք, ինչ որ գրված է ճիշտ է։ Մենք հավատում ենք, որ Հիսուս Քրիստոս խաչի վրա մեզ ազատեց, մեղքից, հիվանդությունից, անեծքից։ Ազատեց, հավատում ենք։ Բայց շատ ժամանակ չի ստացվում հավատացյալների մոտ դա բերել կյանքի մեջ, գործածել կյանքի մեջ, դա բերել պրակտիկայի մեջ։ Եվ դրա համար մեզ պետք է մտքի ազատությունը։ Ամեն։ Ուզում եմ միասին նայենք Հակոբոս 2:26-ը, ինչպես որ մարմինն է առանց հոգու մեռած, այդպես էլ հավատքը առանց գործերի մեռած է։ Այսինքն, եթե մեր հավատքը չի գործածվում, մենք ասեցինք, որ հավատում ենք, այո եւ ամեն հավատում ենք, բայց եթե այդ հավատքը չի գործածվում, այդ հավատքը չենք աշխատացնում, գործի չենք բերում, չի երևում մեր կյանքերի մեջ, ուրեմն այդ հավատքը նշանակում է, որ մեռած է։ Այսօր մենք հասկանալու ենք խաչի զորությունը ավելի, որպեսզի մեր հավատքը երևա դրսևորվի, որպեսզի մեր հավատքը դրսևորվի սիրելիներ։ Մենք պետք է հավատանք Հիսուսի արյան եւ խաչի վրա կատարած զոհի զորությանը եւ հանդիպում փնտրենք նրա հետ եւ հանդիպում փնտրենք Տիրոջ հետ։ Գիտես, կար մի մարդ Զաքեոս անունով, որ ապրում էր, Աստվածաշնչում գրված է նրա մասին, Զաքեոս ապրում էր շատ սխալ կյանքով, ապրում էր վատ կյանքով, նա մաքսապետ էր, լինելով հրյա, նա իր ժողովրդից, իր հայրենակիցներից հարկերը հավաքում էր եւ տանում տալիս էր ռոմեացիներին։ Գիտեք, որ այդ ժամանակ, երբ Տեր Հիսուսը եկավ այս աշխարհ, Իսրայելը հրյա ժողովուրդը գտնվում էին Ռոմի կայսրության տիրապետության տակ, պատկանում են Ռոմի կայսրությանը։ Եվ այս մարդը Զաքեոսը այդ հարկերը հավաքում էր ժողովրդից եւ տանում տալիս էր Ռոմի կայսրությանը եւ մի բան էլ ավել էր հավաքում եւ իրեն էր պահում։ Դրա համար ինքը ընդունված չէր իր ժողովրդի, իր հայրենակիցների կողմից, նույնիսկ ատելի էր եւ նրա հետ չէին շփվում, նրան արհամարում էին, նրա հետ չէին խոսում ընդհանրապես, որտեղ դա մեծ դավաճանություն էր համարվում։ Բայց օրերից մի օր Զաքեոսը լսեց Հիսուսի մասին եւ դա գրված է Ղուկաս ավետարան 19-րդ գլխում 2-ից 9-րդ խոսքը կարդանք։ Եվ ահա մի մարդ Զաքեոս անունով, որ մաքսապետ էր եւ հարուստ, ուզում էր տեսնել, թե ով է Հիսուսը, բայց բազմության պատճառով չէր կարողանում, որովհետև կարճահասակ էր։ Առաջ վազելով մի ժանտա թզենու վրա բարձրացավ, որպեսզի նրան տեսնի,
որովհետև այդ տեղով էր անցնելու։ Եվ այդ տեղը եկավ Հիսուսը վեր նայեց եւ նրան ասաց. Զաքեոս, շտապ իջիր, որովհետև այսօր պետք է քո տանը մնամ։ Նա շտապ իջավ եւ նրան ուրախությամբ ընդունեց։ Բոլորը տեսնելով տրտնջում էին եւ ասում. մեղավոր մարդու հետ մտավ հանգիստ առնելու։ Զաքեոսը կանգնեց եւ Տիրոջը ասեց. Տեր, իմ ունեցվածքի կեսը աղքատներին կտամ։ Եթե մեկին զրպարտությամբ զրկել եմ, քառապատիկ կվճարեմ։ Հիսուսը նրան ասեց. այսօր այս տան համար փրկություն եղավ, որովհետև սա ևս Աբրահամի որդի է։ Ամեն։ Մի պատմություն հարկ Տիրոջը, որ այս մեղավոր մարդը, այս հալածված, չընդունված մարդը հասարակության կողմից չընդունված մեկն է ինքը։ Վերցնենք դա իր աշխատանքն էր, դա աշխատում էր մարդը, ընտանիք էր պահում եւ լսելով Հիսուսի մասին որոշեց Հիսուսին տեսնել։ Ընդամենը որոշեց Հիսուսին տեսնել։ Եվ այստեղ ասում է, որ ինքը հարուստ մարդ էր։ Բայց քանի որ կարճահասակ էր, չէր կարողանում Հիսուսին տեսնել, բարձրացավ ծառի վրա։ Պատկերացնում եք մի հարուստ, մի կողմ դրեց իր հպարտությունը, իր գոռոզությունը, երևի ամոթ էր, չէ՞ որ հարուստ մարդը բարձրացել էր ծառի վրա, բայց ինքը այնքան շատ էր ուզում Հիսուսին տեսնել, որ չնայեց այդ ամեն ինչին։ Եվ բարձրացավ ծառի վրա, որպեսզի Հիսուսին տեսնի։ Իսկ մեր Տերը ամենագետ է եւ ամեն բան տեսնում է։ Եվ տեսնելով Զաքեոսին նա հասկացավ, որ այս մարդը ինչ որ մի զոհ արեց։ Եվ այդ օրը մեծ փոփոխություն եկավ Զաքեոսի կյանքում, որովհետև Հիսուսը մտավ նրա տուն։ Ամեն։ Եվ գիտես, ամեն մեկիս կյանքում եկել է այդ օրը, որ Հիսուսը մտել է մեր տուն։ Եվ որ մենք փափագել ենք Տիրոջը տեսնել։ Մենք որ մենք շատ ենք ուզեցել Տիրոջը տեսնել։ Ամեն։ Փառք Աստծուն։ Եվ գիտեք, Հիսուսի այս վերաբերմունքը, որ ուշադրություն դարձրեց այդ մարդու վրա, որովհետև ոչ մեկ ուշադրություն չէր դարձնում։ Հիսուսի այս վերաբերմունքը փոխեց այդ մարդու կյանքը, փոխեց իր տունը, փոխեց իր ընտանիքը։ Ասում այս տունը փրկություն մտավ։ Ոչ միայն Զաքեոսը, այլ ամբողջ իր ընտանիքը փրկվեց, որովհետև Հիսուսը գնաց նրա տուն։ Եվ սիրելիներ, մենք նույնպես պետք է մարդկանց եւ իրավիճակներին նայենք ոչ թե մեր տեսակետով, մեր հասկացողությունով, այլ նայենք Հիսուս Քրիստոսի աչքերով, ամեն, որովհետեւ մենք մարդկանց նայում ենք, ինքը մեղավոր է, ինքը սխալ է, այդ մարդը չգիտեմ, անբարոյական է կամ թմրամոլ է եւ այլն, տարբեր անուններ ենք դնում մարդկանց, բայց պետք է հասկանանք, որ Տեր Հիսուսը բոլորի համար ունի փրկություն։ Եվ Տերը աչառություն չդրեց, տարբերություն չդրեց, նա իր կյանքը զոհեց մեղավորների համար եւ ասում է ես հիվանդների համար եկա, ոչ թե առողջների։ Ամեն։ Եվ ես մի ժամանակ նույնպես հիվանդ էի, հոգեվոր, եւ ունեի Տիրոջ կարիք, ապրում էի մեղավոր կյանքով եւ հանկարծ երբ որ ես հասկացա Տերը ինչ զոհ արել ինձ համար, դա իմ ամբողջ մտածելակերպը, իմ կյանքը փոխեց։ Գիտես, ես ոչ թե մտածեցի գամ Տիրոջը որպեսզի դրախտ գնամ, այլ ես էլի խոսացել եմ սրա մասին, այլ որպես այս տղամարդ ես հասկացա, որ մեկը իմ համար կյանք է տվել։ Եվ ես պետք է ապրեմ իր համար, ով որ ինձ համար կյանք է տվել։ Եվ եկա Տիրոջ խաչի մոտ եւ իմ կյանքը փոխվեց։ Եվ Հիսուսի հետ հանդիպումը փոխում է մարդու մտածելակերպը, ապրելակերպը, սիրելիներ, ամեն։ Եվ մենք պետք է նայենք Տիրոջ աչքերով մարդկանց, չքննադատենք, անուն չդնենք, այլ օգնենք, որպեսզի մարդիկ, ովքեր այսօր չունեն Տիրոջը, նույնպես գան խաչի մոտ, գան փրկության։ Այսօր էլ շատ որովհետև այսօր էլ շատ մարդիկ սիրելիներ ապրում են չարի, սատանայի իշխանության եւ կապանքների մեջ։
Եվ եւս մի պատմություն կա, որ ուզում եմ միասին նայենք, են կապված դիվահար մարդու մասին, եկեք ավելի լավ կարդանք Ղուկաս ավետարան 8-րդ գլուխ 27-ից 35-րդ խոսքը։ Շատ հայտնի մի տեղ է, երբ նա, այսինքն Հիսուսը ցամաք ելավ քաղաքից մի մարդ պատահեց նրան, որ դևեր ուներ։ Նա բավական ժամանակ հագուստ չէր հագել ու տան մեջ չէր ապրում, այլ գերեզմաններում էր ապրում։ Հիսուսին տեսնելով աղաղակեց, նրա առաջ ընկավ և բարձրաձայն ասեց. «Ինչ ունես ինձ հետ, Հիսուս, բարձրյալ Աստծո որդի, աղաչում եմ քեզ, ինձ մի տանջիր»։ Որովհետև պիղծ ոգուն հրամայում էր Հիսուսը, որ այն մարդու միջից դուրս գա, քանզի շատ ժամանակ էր, ինչ բռնել էր նրան շղթաներով և ոտնակապերով կապված էր պահում, բայց կապանքները կտրում և դևի կողմից ամայի տեղեր էր տարվում։ Հիսուսը նրան հարցրեց. «Անունդ ինչ է»։ Նա ասաց. «Լեգիոն», որովհետև նրա մեջ շատ դևեր էին մտել։ Եվ նրանք խնդրում էին, որ իրենց դևերը խնդրում էին Հիսուսին, որ իրենց չհրամայի անդունդը գնալ։ Ամբողջ հոգևոր աշխարհից տեղյակ են դևերը եւ գիտեն, որ իրանց վերջը անդունդն է, կրակի լիճն է։ Եվ հասկանալով Հիսուսին խնդրում էին, որ Հիսուսը չհրամայի, որ իրանք անդունդը գնան, այլ որ թույլ տա իրենց բազում թվով խոզերի մի երամակ կար, որ լեռան վրա արածում էր, եւ նրան խնդրում էին, որ թույլ տա նրանց մեջ մտնել, եւ թույլ տվեց նրան։ Եվ դևերը այդ մարդու միջից դուրս եկան, խոզերի մեջ մտան, եւ երամակը այն գահավեժ տեղից դեպի լիճը խուժեց եւ խեղդվեց։ Երբ խոզարածները այս պատահածը տեսան, փախան եւ քաղաքում ու ագարակներում պատմեցին։ Եվ մարդիկ դուրս եկան պատահածը տեսնելու, հետաքրքրասեր են մարդիկ։ Եվ եկան Հիսուսի մոտ ու գտան այդ մարդուն, որից դևեր էին դուրս եկել, Հիսուսի ոտքերի մոտ նստած, հագնված ու զգաստացած եւ վախեցան։ Եվս մի գերբնական փոփոխություն մարդկային կյանքի։ Գերբնական փոփոխություն, սիրելիներ։ Տեր Հիսուսի մոտ կա գերբնական փոփոխություն։ Երբ որ այս դևերը, որ շատ էին, լեգիոն, գիտեք, լեգիոնը մի քանի 100 հոգի է։ Ես այս այն չեմ հիշում, բայց գիտեմ, որ մի քանի 100 հոգի է։ Նույնիսկ 1000։ Դուք պատկերացնում եք այս մարդու մեջ ինչքան դև կա։ Եվ այդ մարդը այլևս ինքը իրեն մարդ չէր զգում։ Տեսեք, շղթաներով կապում էին, մեծ կապանքների մեջ էր, եւ այդ դևերը շղթաները քանդում են եւ ինքը գնում էր, մտնում էր գերեզմաններում եւ մարդիկ բոլորը փախնում էին նրանից։ Պատկերացրեք, մարդիկ վախենում էին այդ մարդուց։ Ինքը վերջում բայց մարդ էր, բայց գազանի պես էր արդեն։ Մարդիկ փախնում էին, վախենում էին այդ մարդուց։ Եվ ինքն էլ առանց հասկանալու կարող էր մարդկանց վնասել եւ տանջել, բայց ամենաշատը ինքն էր տանջվում։ Բայց Հիսուսի հետ մեկ հանդիպումը պատկերացնում եք, ինչ աստիճան փոխեց այս մարդուն։ Եվ այդ հետաքրքրասեր մարդիկ եկան եւ տեսան այդ մարդուն հանգիստ Հիսուսի ոտքերի մոտ նստած, խաղաղված, բժշկված ու ազատագրված։ Փառք Հիսուսին։ Հիշում եք, որ ասեցի Տերը երեք այսօր եւ հավիտյան նույնն է, եւ այսօր էլ Տերը կարա այդպիսի մեծ հրաշքներ անի եւ անում է լավ։ Ամեն, փառք Հիսուսին։ Փառք Հիսուսին։ Գիտես, սիրելիս, հավատալ Հիսուսին չի նշանակում դառնալ կրոնավոր։ Հավատալ Հիսուսին նշանակում է արմատական փոխվել եւ դառնալ ուրիշ մարդ։ Ամեն։ Հիսուսին հավատալ չի նշանակում օրը 250 անգամ խաչակնքվել
եկեղեցու պատերը համբուրել, անգիր արած աղոթքներ անել, դառնալ կրոնավոր, մոմ վառել եւ այլ բաներ անել։ Հիսուսին հավատալ նշանակում է ռադիկալ, արմատական փոխվել, հին մարդուց դառնալ բոլորովին նոր մարդ, ով գնալով նմանվում է Հիսուս Քրիստոսին։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Փառք Տիրոջը։ Հալելույա։ Գիտես, բայց այսքանով այս մարդու փոփոխությունը եւ պատմությունը չվերջացավ։ Այս մարդը դարձավ Հիսուս Քրիստոսի աշակերտը եւ ծառայում էր նրան, որովհետեւ Ղուկաս 8:39-ում գրված է. Տերը ասում է այս մարդուն. վերադարձիր քո տուն ու պատմիր ինչ որ Աստված արեց քեզ հետ։ Ամեն Աստված մեր հետ շատ բաներ արել, չէ՞։ Մենք պետքա գնանք եւ պատմենք, որպեսզի դառնանք Տիրոջ աշակերտներ, ամեն։ Նա գնաց ու ամբողջ քաղաքում քարոզում էր, ինչ որ Հիսուսը արեց նրան։ Մարդը դիվահարից դարձավ քարոզիչ։ Րոպեների ընթացքում բռնված մարդուց, տանջվող մարդուց դարձավ Քրիստոսի աշակերտը, դարձավ քարոզիչ։ Այնպես որ եթե տեսնում եք, որ մարդը քարոզում է, բայց նրան ճանաչում եք երկար տարիներ առաջ, այստեղ միայն կինս է ինչ ճանաչում, երկար տարիներ առաջ, երբ որ մեր մեջ էլ դրանցից կային, Փառք Տիրոջը, Տերը ազատեց, մաքրեց, սրբեց, իր սուրբ արյունով, իր խաչի զորությունով։ Եվ այսօր էլ վկայում ենք, այո, վկայում ենք, որ Հիսուսը չի մահացել։ Հիսուսը հարություն է արել։ Այսինքն մահացելը հարություն է արել։ Սպասում եք ճիշտ ասել, Տերը մահացավ եւ հարություն առավ։ Եվ խաչը դատարկ է։ Եվ սա վկայությունն է, որ պետք է մարդկանց մենք վկայենք եւ պատմենք։ Գիտես, իմ եւ քո փոխված կյանքը վկայում է Հիսուս Քրիստոսի հարության մասին։ Իմ եւ քո փոխված կյանքը վկայում է խաչի զորության մասին, Քրիստոսի արյան զորության մասին։ Բայց որպեսզի վկայենք, պետք է ինչ անենք, խոսանք, պետք է պատմենք մարդկանց, որովհետև այսօր էլ մեր շրջապատում շատ կան մարդիկ, ովքեր կապված են, ովքեր բռնված են, հոգևոր եւ մտավոր, եւ ունեն Քրիստոսի կարիք, եւ ունեն Քրիստոսի կարիք։ Փառք Տիրոջը։ Գիտես, սիրելիս, այսօր մեր երկրում կա այդպիսի ստատիստիկա 10-ից 8 ապրում են վախի մեջ, ապրում են ստրեսի մեջ, անհանգստության մեջ, տագնապի մեջ, անորոշության մեջ։ Բայց երբ որ մարդը նայում է Հիսուսի խաչին, գալիս է խաչի մոտ, ինքը կգտնի իր սրտի խաղաղությունը։ Այսօր ամենամեծ հիվանդությունը դա դեպրեսիա ասվածն է։ Եվ 10-ից 8 դեպրեսիայի մեջ է, այդ ստրեսի մեջ է։ Ցավոք սրտի հանդիպում ես մարդիկ, որ եկեղեցում լինելով նույնպես ունեն այդ խնդիրը։ Բայց երբ որ մենք հասկանանք խաչի զորությունը, մենք հավատանք Քրիստոսի առաջ, Քրիստոսի արած զոհի, նրա արյան զորությանը, մենք ազատ կլինենք այդ ստրեսներից, այդ վախերից, այդ տագնապներից, այդ անհանգստությունից, այդ անորոշությունից։ Սիրելիս, խաչի մոտ կա խաղաղություն, կա հանգիստ, կա ուրախություն եւ բժշկություն։ Ամեն։ Ամեն։ Ամեն, փառք Տիրոջը։ Եվ մենք պետք է մարդկանց ուղեկցենք խաչի մոտ։ Մեզ է տրված դա անել։ Սուրբ Հոգու օգնությամբ, Սուրբ Հոգու զորությամբ
Մենք պետք է այնպես անենք, որ մարդիկ նայեն խաչին։ Եվ մենք նույնպես ամեն ժամանակ պետք է նայենք խաչին։ Մենք չպետք է մեր հայացքը խաչից կտրենք։ Միշտ հիշիր, ոչ թե գալիս ես եկեղեցի, որ նայես խաչին, այլ որտեղ է լինես, քո հայացքը պետք է ուղղված լինի խաչը։ Հիսուս Քրիստոսին, ամեն։ Սպորտաձևեր կա, որոնք գնդակով են խաղում։ Տեսած կլինեք։ Տեսել եք, չէ՞ թենիս, որ խաղում են։ Այն սեղանի վրա թենիս։ Ով է տեսել կամ խաղացել։ Ես սիրում եմ այդ խաղը, խաղում եմ։ Գիտես, երբ որ դու խաղում ես այդ խաղը, եթե մի ակնթարթ քո հայացքը այդ փոքր գնդակից, այդ թենիսի շար ասած կա, այդ շարից կտրես, դու կպարտվես, խնդիրներ կունենաս։ Այստեղ մի փոքր տեսանյութ կա, խնդրում եմ, որ դնեք, հետաքրքիր է, ուզում միասին նայեք։ Այստեղի լույսերը կարակ անջատեք այդ ճապ։ Երևումած ես, մի փոքր բանը հեռախոսից է, այն ետևում կանգնած խաղացողը հիմա շատ դժվար վիճակում է, խաղային առումով։ Այս մեկը տեսեք դոմինանտ է, ինքը թելադրում է, այն մյուսը հələ որ պաշտպանվում է, տեսեք հազիվ է վերցնում։ Սա մեծ հրաշք է, տեսեք, որ ինքը կարողանում է ասենց, բոլորս գնդակները վերցնել։ Տեսեք նորից վերցրեց, անելանելի դիրքից, տեսեք։ Վերջում հաղթեց, տեսակ։ Գիտեք դա ինչից է։ Եթե ինքը մեկ վարկյան իր հայացքը կտրեր այդ գնդակից, ինքը կպարտվեր, բայց ինքը միջև վերջ պայքարեց, թեկուզ դժվար վիճակում էր, թեկուզ իր դիմացինը ցույց էր տալիս, որ ես քեզ էսա հաղթելու եմ, քո վիճակը վատ է։ Գիտես սիրելիս, սա ուղղակի չնայեցինք։ Եթե դու մտածում ես քո վիճակը վատ է, եւ դու էսա ուր որ այա պարտվելու ես, եւ թշնամին ամեն ձև ճնշում է քեզ, եւ թվում է թե արդեն հաղթել է, եւս մեկ հարված, եւ դու արդեն պարտվելու ես, այ այդ ժամանակ դու պետք է ոչ մի վարկյան քո հայացքը, քո ուժերը, քո զորությունը այդ խաչից չկտրես, որովհետև խաչի զորության մեջ է քո հաղթանակը։ Ամեն խաչի վրա կատարած նրա զոհի համար։ Մենք այդպես ուշադիր պետք է լինենք։ Ամեն րոպե, ամեն վարկյան, թող քո մտքից, քո հայացքից չհեռանա այն դրվագը, թե ինչ արեց Տերը մեզ համար։ Ես երեկ նայում էի ֆիլմից հատվածներ, Քրիստոսի չարչարանքները ֆիլմից հատվածներ նայում էի եւ ճիշտ ասած ուզում էի այդ տեսանյութը նույնպես տեղադրենք, բայց շատ դաժան է, չնայած եղել է որ նայել ենք թե ինչ տառապանք եւ տանջանք կրեց Հիսուս Քրիստոս խաչի վրա։ Եվ գիտես, խաչը ուղղակի դա մահապատժի գործիք էր, բայց Հիսուսից հետո այդ խաչը ունեցավ զորություն։ Հիսուսից հետո հավատացյալները խաչակնքվում են, ցույց տալով, որ մենք հավատում ենք Տիրոջ արած զոհին խաչի վրա։ Եվ այդ զոհի միջոցով մենք ազատ ենք մեղքից, անեծքից ու մահից։ Ամեն։ Եվ դա մենք երբեք չպետք է մոռանանք։ Եթե ուզում ես միշտ ապրել զորության մեջ, պետք է նայենք Հիսուսին, որ խաչի վրա մահացավ մեզ համար։ Իր սուրբ արյունով Տերը ազատեց եւ մաքրեց մեզ մեղքից, անեծքից ու մահից։ Եվ եթե այդպես ապրենք ու չթուլանանք եւ մեր հայացքը չկտրենք խաչից, նրա օրհնությունները կգործի, կդրսևորվի մեր կյանքի մեջ։ Ամեն։ Մենք ուզում ենք օրհնված լինել, նայիր խաչին։ Հալելույա։ Պատկերացրեք սիրելիս արծվի ձագերին, որ նստած միշտ
դաս են լսում, թե ինչպես պետք է թռնել։ Ու նստած միշտ լսում են, թե ինչպես պետք է թռնել։ Ինչ ես կարծում, նրանք այդպես կսովորեն թռնել։ Գիտեք երբ են սովորում թռնել, երբ որ բարձրանում են ժայռի վրա, ամենաբարձր տեղը կանգնում են եւ իրենց գցում են այդտեղից։ Վստահելով, որ իրանց, չգիտեմ, մայրը, որ սովորացնում է, կամ իրանց այդ բնությունը, որ տրված է, այդ զորությունը, որ տրված է իրանց թևերի մեջ, իրանք կարող են թռնել, կարող են հաղթահարել այդ օդը ու ճախրել։ Գիտես, եթե մենք միշտ լսենք հավատքի մասին, լսենք խաչի մասին, լսենք Հիսուսի կատարած զոհի մասին, բայց դա չգործածենք մեր կյանքերի մեջ, մեր հավատքը չբարձրանա, այդ ամբողջ զորությունը, Տիրոջ արյան զորությունը, խաչի զորությունը մեր կյանքում չի գործի։ Մենք պետք է վստահենք Տիրոջը, պետք է հավատանք եւ բարձրանանք ժայռի վրա եւ թռնենք ժայռից ու ճախրենք։ Ամեն հոգևոր իմաստով, ժողովուրդ ջան, հոգևոր իմաստով։ Աստված հավատարիմ է։ Փառք Տիրոջը։ Խնդրեմ, որպեսզի Մարի ջան գաս նվագես։ Այո, սիրելիներ, մենք պետք է հավատանք եւ գործի տնենք մեր հավատքը։ Հովհաննես 3-րդ գլուխ 14-15-րդ խոսքն եմ ուզում նայենք միասին։ Եվ ինչպես Մովսեսը օձը բարձրացրեց անապատում, այնպես էլ պետք է մարդու որդին բարձրացվի, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Ինչ պատմություն էր սա։ Եթե դու կարդացել ես Թվոց գիրքը, այնտեղ Աստծո ժողովուրդը մեղք գործեց Աստծո առաջ։ Եվ Աստված թույլ տվեց, որպեսզի այդ ժամանակ գան շատ թունավոր օձեր եւ սկսեցին մարդկանց խայթել։ Մարդկանց անհնազանդության եւ իրանց մեղքի պատճառով այդ օձերը գալիս էին, մարդկանց խայթում էին եւ մարդիկ մահանում էին։ Բայց երբ որ Մովսեսը աղաղակեց Տիրոջը, Տերը ասեց, Աստված ասեց, մի հայց սարքիր եւ նրա վրա պղնձից օձ ստիր։ Պղնձից օձ պատրաստիր եւ այդ փայտի վրա գամիր նրան։ Եվ ամեն մեկին ում օձը խայթում է, եթե իր հայացքը ուղղի դեպի այդ պղնձի օձը, դեպի այդ փայտը, նա չի մահանա, այլ այդ թույնը իրանից կգնա։ Գիտես, այսօր մեղքը նման է այդ օձի խայթոցների։ Եվ մեղքը սպանում է մարդուն։ Հոգևորում է սպանում, հետո էլ ֆիզիկապես։ Իսկ խոսք ասում է, ով որ նայեց, հավատաց, կապրի։ Եվ Հիսուս Քրիստոսը այստեղ օրինակ է բերում։ Մովսեսի օրինակն է բերում։ Երբ որ Մովսեսը անապատում այդ օձը դրեց եւ ամեն նրան նայողը այդ թույնը իրանից գնում էր եւ չէր մահանում, այսօր ով որ նայում է Հիսուս Քրիստոսին, ով որ նայում է խաչին, այդ մեղքի թույնը, որ սպանում է մարդուն, մարդուց հեռանում է, մարդուց գնում է։ Գիտես, ես որ ասում եմ նայենք, չեմ ասում ուղղակի հայացք նետենք, ես որ ասում եմ նայենք, նշանակում է ապրենք, նշանակում է գանք խաչի մոտ, գանք Տիրոջ ոտքերի տակ, որովհետև արյունը դեռ հոսում է խաչից։ Փառք Աստծուն։ Երբ մենք գալիս ենք խաչի մոտ
եւ խոնարհվում ենք Տիրոջ առաջ։ Գիտեք այդ նույն ֆիլմի մեջ երբ որ Հիսուս խաչի վրա էր, նրա մայրը գալիս է եւ գրկում է Հիսուսի ոտքերը եւ Տիրոջ արյունը ամբողջությամբ Մարիամի ասես վրա է գալիս եւ շատ հրաշալի նկարագրված է այդ ամենը պատկերված է եւ ես շատ ժամանակ երբ որ աղոթում եմ, գոհանում եմ Տիրոջից եւ քանի որ մեր Աստված ժամանակների մեջ չի ես ինձ հոգևորում տանում եմ այդ ժամանակները 2000 տարի առաջ երբ Հիսուսին խաչի վրա կախված էր Տերը խաչից եւ մահանում էր իր արյունը գնում էր ինքը արունակամ էր լինում եւ ես ինձ պատկերացնում եմ եթե ես այս մտածելակերպով լինեի այն ժամանակներում եւ ինձ տանում եմ այդ խաչի մոտ եւ գրկում եմ Տիրոջս ոտքերը կամ այդ խաչը եւ նրա արյունը գալիս է մաքրում սրբում դա սա պատկեր է որ բոլորիս հետ տեղի անել միգուցե դու այսպես պատկերավոր չես մտածել սրա մասին բայց սա ճշմարտություն է գալով խաչի առաջ Տիրոջ արյունը գալիս է մեզ սրբագրում, մաքրում, բժշկում եւ ազատում է Փառք Հիսուսին ես ուզում եմ որպեսզի խնդրում եմ առավանության խումբը գա եւ ուզում եմ երգ վերցնենք խնդրեմ որպեսզի ոտքի կանգնենք բայց դեռ չի վերջացել մեր պաշտամունքը խնդրեմ որպեսզի չգնաս եւ ուզում եմ մի երգ վերցնենք երկրպագենք Տիրոջը որից հետո նորից բաներ կա որ ուզում եմ ձեզ ասել Սիրելիս մենք եթե ուզում ենք այո խաչի զորությունը կամ մեր կյանքի մեջ մենք պետք է հռչակենք ամեն ժամանակ որ Հիսուսը խաչի վրա մահացավ իմ համար իմ փրկության համար իմ ազատության համար իմ բժշկության համար եւ ես նրա հետ մահացա խաչի վրա եւ նրա հետ հարություն առա Եվ ես հավատում եմ խաչի զորությանը Եվ մենք պետք է միշտ հռչակենք սա Ես մահացա նրա հետ խաչի Եվ նրա հետ հարություն առա Որպես նոր մարդ, զորավոր մարդ, հաղթական մարդ Առողջ մարդ, օրհնված մարդ, ազատ Ամեն Եվ այդ ժամանակ Սուրբ Հոգին կօգնի որ այս ամենը կատարվի մեր կյանքում Եվ մենք ապրենք օրհնված եւ հաղթական կյանքով Եվ մարդիկ տեսնելով մեր փոխված կյանքերը
կգան Հիսուսին։ Ամեն։ Որովհետև սիրելիս մեզ կյանքը տրված չի ուղղակի ուտելու եւ քնելու համար։ Կյանքը մեզ տրված է, որպեսզի կատարենք Աստծո կամքը եւ փառավորենք Տիրոջը։ Հալելույա։ Ամեն, փառք Հիսուսին։ Եկեք աղոթենք։ Հալելույա, փառք ես Տեր։ Ամեն։ Ամեն, փառք Տիրոջը։ Փառք մեր քրչին։ Տիրոջ հոգին մեզ վրա է։ Տիրոջ այան զորությունը մեզ վրա է։ Խաչի զորությունը մեզ վրա է։ Ու մենք ազատ ենք ու փրկված։ Հալելույա։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Փառք մեր Աստծո։ Փառք մեր Աստծո։ Հալելույա։ Եվ վերցրու օրնության խոսքերը եւ կփառաբանենք Տիրոջը եւ կգնանք խաղաղությունով։ Տերը օրնի քեզ եւ պահի քեզ։ Տերը պայծառեցնի իր երեսը քեզ վրա եւ ողորմի քեզ։ Տերը բարձրացնի իր սուրբ երեսը քեզ վրա եւ իր աստվածային խաղաղությունը տա քեզ եւ քո ընտանիքին։ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հետ հաղորդությունը մեր ամենքի հետ լինի։ Ամեն։ Եկեք փառաբանենք Աստծուն։ Ամեն։